ընտրությունների օրը Փաշինյանը իր ողջ թիմով Գյումրիում էր։ Դա օգնեց թե վնասեց Սարիկ Մինասյանի հեղինակությանը։ Չգիտեմ ես այդ բաներից գլուխ չեմ անում, այդ բաներից ալից մի հարցրեք։ Չգիտեմ։ Գոհ եք Փաշինյանի քաղաքական թիմից։ Ես գոհ եմ, այո։ Իհարկե օգնեց։ Որտեղ ինքը գալիս է, միշտ վնաս է։ Երևանը, թե որտեղը, Հայաստանը вообще պետք է թողի գնա։ Դա մարդ չի։ Օգնեց, ինչի՞ չէ։ Դրա համար չընտրվեց։ Ճիշտ ընտրություն արել, երևի կանցնել։ Լավ ընտրություն անեին։ Բոլորին է վնասում։ Իհարկե վնասեց։ Իհարկե վնասեց։ Դա օգնեց թե վնասեց Սարիկ Մինասյանը։ Որտեղ իր իմիջը արդեն առաջվա չի։ Ես տեղյակ չեմ այդ լուրերին։ Մարդիկ վստահում են վարչապետին։ Չեմ կարող ասել բոլորի մասին։ Դուք վստահում եք։ Ոչ։ Հաջորդ ընտրություններին, 26-ի ընտրություններին կրկին կընտրեք իրեն։ Ոչ։ Գյումրեցիները ընդհանրապես ընտրել են թեկնածուներին, այնքան ձայն են տվել, ինչքան որ իրենց հեղինակությունը վայելում են այդ քաղաքում։ Այդտեղ կուսակցական նշանակություն չեն տվել իրենք։ Ես կուզենայի նույնը մնար Փաշինյանը, ես ոչ մեկին չէի ուզի։ Չեմ կարողանում կողմնորոշեմ, դե ինչ կատարվեց։ Այդ կոմունիստները երբ էին այդքան ձայներ հավաքել, որ այդ Վարդան Ղուկասյանն եկավ մեջ մտավ, մարդ դրեց այնտեղ, նշանակեց, այդ գործերը կազմակերպեցին։ Անհասկանալի բաներ կատարվեց։ Այդ հարցը պետք է գյումրեցիներին տակ։ Վնասեց միանշանակ։ Իրանց ժողովուրդն է, կուզեն ընտրեն, կուզեն չեն ընտրեն։ Մեր հայ ազգի տունը անտարբերությունն է քանդում։ Այո, եթե սրտացավ մոտենան ամեն հարցերին, աշխատանքին եւ այլ, այդ բոլորն էլ կօգնի։ Սխալ է որ գնաց։ Դրա համար գյումրեցիները չընտրեցին Սարիկին։ Այո։ Ամեն մեկը իր կարծիք ունի, բայց ընդհանուր ասել ավելորդ անեն իսկ։ Ինքը արդեն հարցը պատասխանա պահանջում, բայց պատասխանը հենց հարցի մեջ է։ Չեմ կարող ասում, ինչի բանամ օգնել թե վնասել։ Ազգասեր եւ ինտելեկտով բարձր քաղաքապետ ունենալ մեր ինտելեկտով բարձր Գյումրին։